Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Երբ հոգեբանի մոտ ճնշումը բարձրանում է, դա կոչվում է հոգեբանական ճնշում։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Armenian Evening հաղորդաշարը։ 5 շաբթի երեկոյան 22-ն 30, արդեն շատ երկար ժամանակ, գրեթե 3 տարի մենք եթերում ենք եւ դուք անհամբեր սպասում եք, թե ով է լինելու այսօրվա մեր հյուրը։ Ուզում եմ ասել, որ այսօր շատ հետաքրքիր հյուր ենք ունենալու, իմ շատ լավ ընկերն է այսօր այստեղ, բայց եկեք փակագծերը չբացեմ, պարզապես մի քիչ զինվեք համբերությամբ, հանգիստ նստեք, սուրճը դրեք ձեր դիմացը, վայելեք, իսկ մենք ոնց որ ասած սկսեցինք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պայն սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որը օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ եւ վերադարձնում լիարժեք կյանքի։ Եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք նման խնդիր եւ չգիտեք ինչ անել, ապա մտածելու կարիք չկա։ 911 Detox Center կազմակերպությունը, աշխատակիցները, պրոֆեսիոնալները կօգնեն ձեզ այս հարցում։ Զանգահարում եք 409 9911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որտեղ կա բոլոր հարմարությունները լավ լիարժեք հանգիստ անցկացնելու համար, որովհետև սա պարզապես համալիր չէ, սա առողջարան է։ Լողավազաններ տաք հանքային ջրով, հարմարավետ համարներ եւ բնություն, մի խոսքով ամեն ինչ պետք է լիարժեք լավ հանգստի համար, այնպես որ եթե ունեք ազատ օրեր եւ պարզապես հանգստյան օրեր եւ չգիտեք ինչպես այն անցկացնել, ապա մտածելու կարիք չկա։ Զանգահարում եք 760 329 60 33, ամրագրում եք ձեր տեղերը եւ գնացիք Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր։ Շնորհակալություն մեր գործընկերներին, իսկ մենք ընդամենը շատ արագ կներկայացնեմ, ես շատ արագ կներկայացնեմ այսօրվա մեր ընդգրկված նորությունները եւ այնուհետեւ սիրով կներկայացնեմ մեր հյուրին։ Միացյալ Նահանգներում ամերիկացի ֆիզիկոսը հայտարարել է, որ գտել է դրախտի տեղը։ Իդեպ ֆիզիկոսին հաջողվեց գտնել դրախտի տեղը օղու 4-րդ շշից հետո։ Գիտնականները հայտարարել են, թե ինչպես միաժամանակ վարսավիրին ուրախացնել եւ վախեցնել։ Պարզապես պետք է ասել, եթե գլխիցս մի մաս պակասեց, գոհ շնորհակալ կլինեմ։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք ընդամենը մի քանի վայրկյանից կմիանանք եւ սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես այսօր Armenian Evening նախագծի հյուրն է սիրված երգիչ Գրիգորի Եսյանը։ Գրիշա ջան, բարի երեկո։ Բարև ձեզ։ Ես շատ ուրախ եմ կրկին քեզ տեսնել, սիրելի հեռուստադիտողներ, մշտապես իհարկե դուք դիտելով Armenian Evening հաղորդումը, իհարկե մեր մշտական հյուրերից է Գրիգորին, հենց լինում է Միացյալ Նահանգներում, պարզապես անհնար է, իհարկե իմ շատ լավ ընկերն է, մենք հանդիպում ենք եւ իհարկե արդեն բաց չեմ թողնում, որպեսզի անպայման միասին կրկին մի երեկո անցկացնենք։ Գրիշ ջան, ուրախ եմ շատ կրկին քեզ տեսնել։ Սովորությունը փոխել պետք չի, միշտ է։ Հա, սովորություն չէ, դու գիտես, հենց դու ստեղից գալի։ Մենք քեզ սպասում ենք։ Իջնում եմ ինքնաթրից։ Այո, շատ լավ է։ Գրիշ ջան, ինչ առիթով ես այս անգամ։ Կա ինչ որ հետաքրքիր առիթ, թե պարզապես էլի ման գալ եւ գնալ։ Մեր առիթները չի փոխվում։ Այո, շատ լավ առիթներ, մի շատ լավ որ չի փոխվում, թող այս առիթները շատ լինեն։ Պարզապես բարեկամի այո, առիթ եմ եկել։ Շատ լավ։
Դե համենայն դեպս եկել ես համման գալու։ Եկել եմ Սան Ֆրանցիսկո, հետո եկել եմ Սակրամենտո։ Օհո։ Փաստորեն այ Սակրամենտո, հետո փաստորեն Սան Ֆրանցիսկո, Սակրամենտո, հետո Գլենդել։ Ну, Լոս Անջելես։ Լավ, հիմա այդ 3 քաղաքներից Սան Ֆրանցիսկո, Սակրամենտո եւ Լոս Անջելես։ Որն է քեզ ավելի լավը։ Ну, իհարկե չենք խոսում որտեղ հայեր կան, շատ դրա մասին չենք խոսում, որովհետեւ դե հայերը բնականաբար Գլենդելում են, որովհետեւ եթե հայերը Գլենդելում չլինեն, Գլենդելը չի լինի։ Գլենդելը արդեն հետաքրքիր չի լինի։ Հա, արդեն չի լինի, դե չի լինի Գլենդելը, որովհետեւ ինքը տեղ կմնա երևի մի հատ օտար երկրած ինչ որ մի երկրից։ Որպես սիրուն ես նկատել եմ Սան Ֆրանցիսկո։ Սան Ֆրանցիսկո սիրուն է, չէ՞։ Առաջ անգամ չեմ եղել, էլի։ Այո, ֆրֆրացել ենք։ Իսկ մնացածը ինձ թվում է բոլոր նման է։ Բացի Գլենդելից։ Բացի Գլենդել։ Բոլոր քաղաքները նման են Ամերիկայում։ Դե համենայն դեպս տես, ես լինեմ անկեղծ, նո համենայն դեպս ես հիմա խոսում եմ այս տարածաշրջանի մասին, մի քիչ եմ խոսում ավելի այն կողմ Սան Ֆրանցիսկո եւ Սակրամենտո։ Այս մոտակա հա Լոս Անջելեսյան այսպես քաղաքներից ես կես ասեմ որ Գլենդել իրոք տարբերվում է ինչու որովհետեւ նախ մաքուր է, շատ մաքուր է եւ որոշակի առումով իհարկե դե հայերը շատ են այդ իր հերթին, բայց համդեպս մաքրությունը շատ կարեւոր է, որովհետեւ դեպքը հայերը որ կան ճաշակը փոխվում է։ Այո, իհարկե ճաշակը փոխվում է։ Կարող է ամուսնու Գլենդել անունը փոխեն։ Գրիշ ջան, փաստորեն դե արդեն այստեղ ես ես տարեկան քանի մի 2 անգամ 3 անգամ գալիս չէ։ Մի 2-3 անգամ։ Այո։ Ես մի հարց եմ ուզում տալ։ Դե արդեն դու մշտապես հիմա բնակվում ես Ռուսաստանում, կոնկրետ Մոսկվայում, ճիշտ եմ, չէ՞։ Տնեցիկ ընդեղ են մեկել։ Տան անդամներ ընդեղ են, հա, դե չէ, դե նորմալ է, իհարկե։ Իսկ իդեպ անցյալ անգամ եթե չեմ սխալվում, թե մենակ էլ եկա, թե տան անդամներ, ես չեմ։ Եկել եմ, կանոնից հետ եկել եմ։ Հա, իսկ որ օրինակ այտենց հրավերք է լինում, որ պետք է գաս չեն ասում։ Մենք էլ հանդիպել ենք իրար։ Մենք հանդիպեցինք իրար հետ, ճիշտ է։ Հա, ամերիկանայ։ Ահա, ճիշտ է։ Ես դրա մր հիշում եի։ Լսի, իսկ հիմա գաղտնիք չէ, որ ամբողջ աշխարհը այսպես կոնֆլիկտների մեջ է, լավ, այսպես մեղմ ասեմ։ Դե ո՞նց է Ռուսաստանում այդ։ Որտեւ գաղտնիք չէ, որ Ռուսաստանը հիմա այդ սանկցիաները, մանկցիաները, չգիտեմ ինչու։ Չնայած ես շատ հակասող կարծիքներ եմ լսում, որովհետեւ ասում են ընդհակառակ այդ սանկցիաները ավելի օգնում, ավելի լավանում ամեն։ Չգիտեմ, դրա մասին չենք խոսում, բայց գործունեությունը ձեր տվյալ պարագայում շոու բիզնեսը, ну, մեր ես կոնկրետ նկատում եմ մեր հայերին, ինչ որ ազդել է, թե կապ չունի։ Բան չի փոխվեց։ Ոչ մի բան չի փոխվում։ Ոչ զուբեի դեզերտ։ Ոչ մի բան չի։ Բան չի փոխվում։ Այսինքն ոչ մի ինչ որ Այսինքն մենք չենք զգում դեռ։ Կարող է հետո զգան, բայց որ չենք զգում։ Դե շատ լավ։ Բան չի փոխվում։ Ես գիտեմ, մենք իհարկե այսօր իհարկե լսելու ենք քո երգերից, վայելելու ենք։ Տես, մի էսպիսի հարց եմ ուզում քեզ տալ։ Սովորաբար երգերը գաղտնիք չես վերջին շրջանում, ու վերջին տարիներում երբ որ ստեղծում են երգեր, իրենք ստեղծում են առիթների համար։ Այսինքն քավոր, քուր, հարց, չգիտեմ։ Սիրելի մորքուր, ինչու ես տխուր։ Սիրելի մորքուր, ինչու ես տխուր։ Նայ, առիթների Ռուսաստանում ոնց, այսինքն այնտեղ էլ են երգերը, որ ստեղծում են ըստ առիթների, հա, թե Չէ, հենց այդ մասին շատ ենք խոսում, ասում ենք ոնց է որ մարդիկ ասենք երգում են, կապ չունի, էլի։ Մեր անպայման պետք է կենացին կապնի։ Ծնողներին ես հյանն է երգում։ Չգիտեմ, քավորը արամեն ինչի ատեն։ Չգիտեմ, դա երբ է փոխվելու, որ մենք էլ ենք ուզում։ Մենք դες պրոստը երգես, բայց սիրուն երգ։ Սիրուն բարերով։ Չգիտեմ, ինչի մասին կլինի։ Չէ, ախր ժամանակին կար, Գրիշ ջան, ժամանակին կար։ Ես օրինակ հիմա արի հիմա կնես, բայց հիշենք քո այն երգը, որը մուտք էր, հա, երևի կար։ Ну մուտք չէ, այսպես ամենաճանաչվածը։ Հայաստանի մուտք էր։ Հայաստանի մուտք էր։ Հա, ոնց եմ քեզ սիրում երգը, հա, որը դե միջև հիմա սիրված է եւ լսել։ Այսինքն ինքը ինչ սիրո մասին երգ էր։ Ոչ մի առիթ չկար։ Այսինքն պետք չէր ինչ որ առիթ գտնել, չկար ինչ որ քավորի կամ ազաբաշ։ Բայց հետո գտանք ու կապինք, էլի։ Հիմա երեխեքի կենաց արդեն չէ, դե ինքը գիտես ոնց եմ քեզ սիրում, կարես յուրաքանչյուրին երգես, այո, եւ բայց դա հա այդ բանը կրկներքը, բայց դե դեմից ուրիշ բան ասում։ Դեմից ինչ ասում, ինչ ասում։ Կազմել եմ տուն ու ընտանիք, ունեմ քոպես անուշ բալիկ։
Բայց շատերը սկզբից չեն իմացել, չեն ջոգել։ Դու աստորեն արել ես այն, ինչ պետք է անի իսկական տղամարդը, կազմել ես տուն, ընտանիք, ծառ մասը մոռացել գրեմ այդ երգի մեջ։ Այդ ու չէ։ Չէ, կա, դու մեր ծառի կանաչ տեր ես։ Բոլորը գրած է։ Իսկ առասարակ խոսեցիք ծառի մասին, սերուն ես դեպի այդ, то есть ծնկել։ Դեպի ծառն է։ Դեպի ծառ, դեպի ինչ-որ բան, թե։ Դե անտառի սերուն է, բայց կոնկրետ ծառի չէ։ Բայց այդ ծառը, որ տնկել ես այդ երգի համար ինքը աճում է հիմա նորմալ է։ Իհարկե, մի քանի ծառեր։ Շատ լավ։ Լավ, մենք խոսեցինք իհարկե նոր երգերի մասին, Գրիշ ջան, եւ կարծում եմ մեծ սիրով հիմա մի երգ լսենք նոր երգերից։ Իդեպ ես ուզում եմ հարցնել, ինչ հաճախականությամբ են քո այդ երգերը գրվում։ Քան երգ ունեն։ Լսի, բայց դու շատ երգ ունես, բայց ո՞նց է ստացվում, որ իրանք պրակտիկապես, եթե ոչ բոլորը, մեծամասամբ, շատ մեծամասամբ, իրանք բոլորը հիթային են։ Ես իմ համար իմ երգերը իհարկե շատ լավն են, բայց դե հիմա հիթայինը այդքան Դե հիթայինն այնա, որ մարդիկ լսում են, այսինքն իրանց դուր է գալի, չէ։ Հիմա օրինակ տվյալ պարագայում հիթային են առումով, որ մարդիկ լսում են, դա դուր է եկել այդ երգերը, դուր են գալիս։ Այսինքն ինչ որ կա գաղտնի կամ որովհետև կամ գուցե ինչ որ թե չէ պետք չի գաղտնիքը բացել ինչ որ մարդկանց գաղտնիք չկա որ գաղտնիքը հոգիս ես դնում հոգի դնում ամեն երկերս ես որովհետև ես օրինակ ուզում եմ ասեմ մեր վերջին հաղորդման ընթացքում երբ Գրիշը մեր հաղորդման հյուրն էր մի երգ երգեցիր հիշում ես մի երգ վերջում որ երգեցիր եւ այնպես երգը այսպես հոգիեր այդ երգի մեջ Գրիշը այնպես երգենք որտեղ արդեն ես չգիտեմ շատ մեծ քանակությամբ արդեն քանակ է այսպես դիտողությամբ երգը եւ շարունակում են գրել գիտես չէ շատ են գրում կոմենտներ եւ շատ միանգամից դա խոսում է իհարկե քո պրոֆեսիոնալիզմի մասին եւ իհարկե քո երկրպագուների եւ մեր հերոստատիտողներ եւ առասարակ ժողովրդի սիրո մասին քո հանդեպ բոլորից շատ շնորհակալ եմ առանց ձեզ մենք Այո, իհարկե, առաջին հերթին գնահատականը շատ կարևոր է։ Այո։ Եվ Գրիշ ջան, հաշվի առնելով իհարկե, որ դու Միացյալ Նահանգներում ես, իսկ Միացյալ Նահանգներում, որ դու եկել ես, արդեն իմ համար հավանեն դեպս լավ իմ ընկերս էստեղ է լավ է, բայց նաև կպել է, որ ես կարող եմ Գրիշին հրավիրեմ հաղորդման հյուր եւ եւս մեկ անգամ զրուցենք, խոսենք եւ իհարկե լսենք նրա հրաշալի երգերից մեկը, որը իդեպ անվանումն է երգի կպելա։ Հայկական բառ է, էլի։ Գրիշ, այ կպելա։ Ես խնդրում եմ մինչև այդ երգը հիմա երգես եւ մեր հերոստատիտողները վայելեն։ Այո։ Այ կպելա, այսինքն ինքը շատ, հա, ժողովրդական է, շատ դու ես գրե դա։ Էսի ուզում եի ասել այդ մասին։ Էսի շատ քիչ երգերից մեկն է, որը ես չեմ գրել։ Որ դու չես։ Երգերը բոլոր ես եմ գրել։ Այո, գիտեմ։ Էսի մեր շատ սիրելի, շատ տաղանդավոր Սերգեյ Կարինյանն է գրել։ Ահա, շատ լավ, այո։ Ու շատ սիրում եմ, հարգում եմ առաջի անգամ որ ինքը ուղարկեց երգը իր ոճի մեջ ակարդեոնով լրիվ ուժ ձև էր հնչում էլի հետո ես ասի մի երկու բառ փոխեմ ու եթե ոճը տանեմ դեպի մի քիչ ծռեմ հոչս ու շատակի ասեց ինչ ուզում ես արած ու հիմա կլսենք ուր եմ տարել ոճը էլի մի քիչ տարբերվող է բայց շատ էլ բառը շատ լավ Գրիջան միացրած է հա ոնց որ միացրած է շատ լավ դե ինձ սիրելի հերոստատիտողներ մենք իհարկե այսօր եւս վայելելու ենք Գրիգորի Եսյանի երգերից բայց այս պայն կարելի ասել երգի պրեմիերա չէ մեր եթերում այո երգի պրեմիերա մեր եթերում առաջին անգամ Գրիգորի Եսյան կպելա այո սիրելի հերոստատիտողներ կպելա լսենք այս երգը վայելենք եւ այնուհետեւ կշարժվենք առաջ խնդրեմ Այո, կպելա, միասին ժողջած գնասիկ, շատ հասավ Կպելա, սիտս կեզ կպելա Այ մարդը զգում է, դեպի ուրա գնացել ոչը Հիշելով բրադյագա հապարաշրջիկ Գարնանարև
տվեցի Գիշերվա իմ անուշ քրիս Կպելա, կպելա, սիտս քեզ կպելա Գտելա, գտելա, սերս քեզ գտելա Կպելա, կպելա, սիտս քեզ կպելա Գտելա, գտելա, սերս քեզ գտելա Երբեք չհերանա Իմ բախն ես դու Բախտից երբեք ես չեմ փախնի Պիտի դառնաս ընկերը իմ ամբողջ կյանքի Թող մոտդ գամ գիշերը քո գրկում մնաս Մնամ երկար քեզնից երբեք չհերանա Իմ բախտն ես դու, բախտից երբեք ես չեմ փախնի Պիտի դառնաս ընկերը իմ ամբողջ կյանքի Կպելա, կպելա, սիտս քեզ կպելա Գտելա, գտելա, սերս քեզ գտելա Կպելա, կպելա, սիտս քեզ կպելա Գտելա, գտելա, սերս քեզ գտելա Ջան Մի քիչ սասուն եք մտել Կպելա, կպելա, սիտս քեզ կպելա Գտելա, գտելա, սերս քեզ գտելա Կպելա, կպելա, սիտս քեզ կպելա Գտելա, գտելա, սերս քեզ գտելա Միադեն Կպելա, կպելա, սիտս քեզ կպելա Գտելա, գտելա, սերս քեզ գտելա Կպելա Կապելա, իրոք, Քրիստիան, խնդրեմ, սա պետք կգա, այո։ Իրոք կպելա, ես կարծում եմ այս երկն է կպել, որովհետև իրոք շատ գեղեցիկ, հետաքրքիր, պոզիտիվ եւ կարծում հերթական։ Ես շատ սիրեցի ես երկը։ Այո, սիրեցի։ Այո, որ ես կարծում եմ ոչ միայն դու, այլ նաեւ ինքը որքան ժամանակ է արդեն նորա 4 ամիս հələ չի ելել ինքը։ Հələ չէ։ Մենք գիտենք, որ ինքը 4 ամս է կանա։ Հասկանալի է։ Ամենայն դեպս արդեն պրեմիերա տեղի ունեցավ մեր եթերում սիրելի հեռուստադիտողներ եւ կարծում շատ շուտով իրոք այս ամեն տեղ իհարկե կպելա երկը կհնչի։ Կպնի։ Կկպնի, չէ կկպնի, որովհետև իրոք շատ գեղեցիկ է։ Բրավո Գրիշ ջան, շնորհակալ եմ անչափ։ Եվ հիմա դե գիտես դու արդեն այսպես քնսմար նորություն չէ, որ մենք ունենք որոշակի ֆորմատ մեր հաղորդման ընթացքում։ Անհամբեր սպասում եմ այդ։ Այո, մենք ասում ենք երկրորդ էջին։ Մասը սիրում եմ։ Այո, որտեղ Գրիշի հետ միասին կփորձենք իհարկե Գրիշ, այսինքն կփորձենք գուշակել երկի տարբերակները գուշակի փորձի երկի տարբերակները կտեսնենք իդեպ մեր նախորդ հաղորդման ընթացքում դու հաղթեցիր թե պարկ չեմ հիշում ճիշտ ասած ես ամոթ կարեմ հաղթեմ ես
Դա փոխենք դժվար է հաղթածել այդ։ Տեսանք ամենայն դեպս։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, ինչպես գիտեք, հիմա ժամանակն է անցնում ենք մեր հաղորդման երկրորդ էջին եւ Գրիգորի Եսյանի հետ միասին անցկացնելու ենք մեր փոքրիկ խաղը, գուշակելու ենք երգի բառերը։ 3 երգի հատվածներ Գրիշ ջան, ինչպես միշտ եւ փորձենք ճիշտ տարբերակները գուշակել։ Հա, շարունակությունը, իհարկե։ Եվ խնդրեմ առաջին երգի հատվածը հիմա միասին լսենք։ Այնտեղ տես բարերը ոնց էր բաժակը մի կողմ բեր, այսինքն բաժակը ախպեր բաժակը բեր, հա չգիտեմ ախպեր ուր էր տարե բաժակը կողի։ Երևի չէ, բաժակը չէր, ախպոր կինն էր տարե, որ հերիքա դե խմես, արա դե հարամ ես անում, հերիքա մարդիկա կինը տարել է։ Այլ ախպեր հələ բեր բաժակը։ Ոչինչ։ Տոշտի մեր երեկվա պատմություն։ Խմենք իրար ջան ասենք, հետո ջան ասենք ու ջան լսենք։ Շատ լավ է։ Խմենք իրար ջան ասենք ու լավ բաներից խոսենք։ Խմենք իրար ջան ասենք ու հետո կռիվ անենք։ Էդ էլա տարբերակ ասեմ քեզ, որը միատել։ Եվ չորրորդը կենաց ես ասում, չէ՞։ Եվ չորրորդ, եւ նայ, առաջինը խմենք իրար ջան ասենք, դե դա կա։ Հիմա տարբերակները։ Խմենք իրար ջան ասենք ու ջան լսենք։ 1։ Խմենք իրար ջան ասենք ու լավ բաներից խոսենք։ 2։ Խմենք իրար ջան ասենք ու հետո կռիվ անենք։ Դե ջավախ կնա տես։ Եվ ոչ, բայց ոչ միայն, կարծում ով գիտես այդ են դեպքերում եւ մեկը միշտ կա, ով չի կարող խմի։ Տարիներ առաջ, շատ մի 20 տարի առաջ, իրոք տենց է եղել։ Այդ ինչ հարսանիք որ մի հատ գոլ է։ Մի հատ կռիվ չլինեն, չէ՞։ Հիմա չէ։ Խմենք դե հիմա խմենք իրար ջան ասենք, հետո աղջիկներ կանչենք։ Հետո տարբերակ ջան ասենք ու ջան լսենք։ Նայ, ջան ասենք, ջան լսենք ու լավ բաներից խոսենք ու հետո կռիվ անենք, հետո աղջիկներին կանչենք։ Աղջիկներին կանչել չէ։ Բոլորը միասին։ Չէ, առաջինը։ Ջան ասենք ու ջան լսենք։ Ու լավ բաներից խոսենք։ Չէ։ Որտեվ տես, իրանք խմենք իրար ջան ասենք, դե որ սկսում են խմել, ինչ պիտի լավ բաների մասին Ինձ խոսել։ թվում է երգը այդքան չի խորանա։ Որ լավ բաների մասին խոսել։ Ըստ երգի ինձ թվում է Դժվար խոսել։ հեղինակը այդքան չէր մտածի։ Հա, որտեվ իրանք ինչ են լսնելու են բաժակը, ջան, ու խմեցին։ Շատ է երգերը որտեղից Դե խմելու ժամանակ են ծվում։ Խմենք իրար ջան, հիմա տեսնենք։ Խմենք իրար ջան ասենք ու ջան լսենք, այս տարբերակը ընտրեց Գրիգորի Եսյանը, լսենք ճիշտ, բայց քեզ ծափ տալի։ Հա, բայ ես գիտեմ, հա։ Հələ չես ծափել, մի հատ Էլի չհաղթեցի։ Չէ, հələ կա երկու տարի։ Լավ բաներից խոսենք։ Բայց ես էլ գիտեի ջան ասենք, ջան լսենք։ Չգիտեմ ինչի ես գիտեի, որ այս տարբերակը պետք է լինի ճիշտ։ Ուրեմն մենք թերագնահատում ենք հեղինակին։ Ու լավ բան։ Քիչ պարտում ենք 1-0 հիմա արի հավաքվենք, որովհետև այսօր 1-0 դե պարտվել չի։ Հələ որ չէ, երկու հատ կա, այսինքն մենք պետք է անենք 1-1, հետո 2-1։ Փորձենք հաղթել։ Խնդրեմ 1-0 առայժմ պարտվում ենք միասին, ես կարծում եմ, բայց շատերը իհարկե այդ տարբերակը ընտրինքով, բայց համենայնպես դա չէր։ Երկրորդ երկի հատվածը խնդրեմ լսենք։ Աչքս ճամփիտ միշտ սպասել եմ, գիշերները երազել եմ, աչքս ճամփիտ միշտ սպասել եմ, գիշերները արտասվել եմ, աչքս ճամփին միշտ սպասել եմ, գիշերները մարդ եմ բերել, չգիտես ինձ վատ եմ, ինձ տրոպք են դնում, արի շուտար, աչքս ճամփիտ միշտ սպասել եմ, գիշերները լկստվել եմ,
Այդ մարդու հետ ում բերել է բարձր, որտեղ մենակ չէր լկստվելու, ումն է պետք մենակ լկստվել, այս որ դառնա։ Արտասվել, մեկել, Երազել, արտասվել, մարդ բերել, լկստվել։ Կամ արտասվել է կամ երազել։ Ինչ ես կարծում։ Կամ երազել կամ արտասվել։ Լկստվել։ Բայց գիտես ինչա, տես մարդն բերել, ինքը կարա այդ մարդուն բերել է արտասվի։ Այդ մարդը իր սպասելիքները։ Հետ ինչ մարդա գալ։ Սպասելային մարդա գալ է։ Ես սրա համար ու ինքը արտասվում եմ։ Ես Երազել եմ, արտասվել եմ։ Դե նայ, աչքս ճամփին միշտ սպասել եմ։ Եթե աչքը ճամփին միշտ սպասել է, այսինքն գիշերները ինչ պետք է անել։ Դե հա, դե բարձա, իհարկե, եթե աչքը ճամփին։ Կամ էլ ասելով չի կասելի։ Ինչ ուզում ասում է։ Հա, էլի, երազել եմ, արտասվել եմ։ Գիշերները, Դե սովորաբար գիշերները ինչ են անում։ Գիշերները դե արտասվում են, չէ, երևի, կարծում եմ։ Դե երազելով արտասվում են։ Չէ, նայ, գիշերները երազել եմ, դե հիմա գիշերը պետք ինչ երազի, պետք քնի, տենց դժվար էլի։ Երևի արտասվել, հա, փոխ։ Քանելուց առաջ մի քիչ կերազել։ Հետո կարտասվի։ Հետո առավոտ կզարկի կտեսնի բարձ ամբողջությամբ արցունքների մեջ։ Քանելուց առաջ մի քիչ կերազի։ Լավ, Արտասվել եմ։ արտասվել է։ Աչքս ճամփ, ես չգիտեմ ճիշտ տարբերակը, ուղղակի sense մտածում։ Աչքս ճամփից միշտ սպասել եմ, գիշերները արտասվել եմ։ Այս տարբերակը ընտրեց Գրիգորի Եսյանը, լսենք ճիշտ տարբերակը եւ անցնենք երրորդ վերջին երգին, խնդրեմ։ Աչքս ճամփից միշտ սպասել եմ, գիշերները երազել եմ։ Չկա, չունենք լոգիկա մենք։ Մենք չունենք լոգիկա։ Չունենք, այսօր լոգիկան թռել է։ Կերվում ենք։ Գրիշ, բայց ես ուզում եմ Գլխավորը ուրախ եք Նա, կերվում։ մենք երբևէ չենք արել այսպես բան, բայց ես հիմա կանեմ։ Արեցպես անենք։ Երրորդ երգը, եթե ճիշտ գուշակում ենք, Հաղթում ենք։ չէ, հավասար։ Ոչ ոքի։ Չենք գոնե բարդում։ տենց։ Հա, ես որովհետև իմ ընկերս եկել է, այստեղ մեր մոտ հյուր վաղ արդեն գնում։ Բավը երրորդ Վաղ արդեն գնում, չէ՞ պիտի երրորդը ճիշտ ասենք։ Երրորդն էլ որ չլուկայի լրիվ հայտարարել է։ Չէ՞ պիտի ճիշտ ասենք։ Երրորդը պետքա ճիշտ ասենք։ Երրորդը ճիշտ ենք ասում, ոչ ոքի, նիչա։ Նիչա, տենց լավ բառը։ Նիչա։ Երրորդ երգի հատվածը լսում ենք 2-0 եւ վերջի երրորդ երգը միանգամից երկու միավորական երգ է։ Խնդրեմ։ Ես մենակ եմ ու տխուր եմ, շատ տխուր, սիրած յարիս ես կսպասեմ դուր տխուր, բայց նա չկա ու ինձ մոտ չի գալի, ինձ մի համշուր չի տալի, բացար երկինք սիրո արև թող շողա, և մեր սիրտը սիրուց դողա, թող դողա, սիրո արև ջերմ համբյուներ բոլորին, ես իմ սերը կտամ մի Նայ, սիրո արև ջեր համբույրներ բոլորին։ Ջերմ համբույրներ, հա։ Այո, ես իմ սերը կտամ միայն Մարգոին։ Մարգոյի։ Այո, ես իմ սերը կտամ միայն Սյուզիին։ Ես իմ սերը կտամ միայն Ռոզիին եւ ես իմ սերը կտամ միայն Ալֆրեդին։ Հիշում ես Ալֆրեդի սենյակ կար նա այս հաղորդում։ Բոլորին առաջի կարծեմ։ Մարգո, Սյուզի, Մարգո, Սյուզի, Ռոզի, Ալֆրեդ։ Ալֆրեդ։ Դեմից ինչ էր ասում։ Մի հատ կարա լսենք մի հատ էլ։ Մի հատ լսենք։ Այս շատ կարևոր է։ Կարծիքով ինչ որ բան քեզ կտա, բայց կարող է դեմից ինչ որ շատ լավ։ Խնդրեմ երրորդ երգը եւս մեկ անգամ հատվածը լսենք։ լարված մոմենտ է, էլի։ Հիմա կփորձենք։ Խնդրեմ։ Ես մենակ եմ ու տխուր եմ, շատ տխուր, սիրած յարիս ես կսպասեմ դուր տխուր, բայց նա չկա ու ինձ մոտ չի գալի, ինձ մի համշուր չի տալի, բացար երկինք սիրո արև թող շողա, և մեր սիրտը սիրուց դողա, թող դողա, սիրո արև ջերմ համբյուներ բոլորին, ես իմ սերը կտամ մի Մարգոյին։ Ինչի՞։ Որովհետև Մարգոն սիրուն անուն է։ Հիմա պատկերացրու ես հաղորդումից հետո որքան Մարգոները քեզ կասեն բրավո, բրավո։ Մարգո։ Բայց Սյուզին ու Ռոզին կնեղանան։ Սյուզիները եւ Նայ, Ռոզիները։ բոլորին Մարգոյին։ Ալֆրեդին դնենք մի կողմ։ Բոլորին Սյուզիին սիրուն չի լինի։ Բոլորին Մարգոյին։
Այսինքն երկը գրողը բան արի։ Նայ, Սիրո արև ներողություն, ես իհարկե երգ գրելուց հեռու եմ, բայց համեն դեպս։ Սիրո արև ջերմ համբույրներ բոլորին, ես իմ սերը կտամ միայն Մարգոին։ Ես իմ սերը կտամ միայն Սյուզիին։ Սյուզին ու բոլորին չի լինում, է։ Ոնց չի լինում։ Ընդ ինն է կարևորը։ Խի Մարգոն լինում ան չի։ Մարգոին։ Մարգոին Սյուզի։ Այնե ոինա, էսի օրինա, բոլորին։ Օրին։ Հասկանում եմ, բայց դու օրին չէ, դե այդպես մի քիչ շատ ես դու արդեն կենտրոնանում։ Հա, որպես գրող։ Որտեվ ինքը կարելի է Սիրո արև ջերման բոլորին։ Ալֆրեդը հաստատ չի։ Ես իմ սերը կտամ միայն Պուտինին։ Ալֆրեդը հաստատ չի։ Ռոզին հաստատ չի, ես Սյուզին ու Մարգոն էլի մտել են խանգարում են։ Այո, Սյուզին եւ Մարգոն։ Լավ։ Ես օրինակ կընտրեմ Սյուզին։ Հա։ Բայց դες մենք սխալվում ենք այսօր, բայց չգիտեմ, երրորդ անգամ չենք սխալվել երևի։ Քեզ լսեմ։ Չգիտեմ։ Հա, մեծ ախպեր Սյուզին։ Սիրո արև ջերմապույրներ բոլորին, ես իմ սերը կտամ միայն Սյուզիին։ Սուսաննան է, էլի Սյուզին։ Սյուզաննա։ Մատը երկար հիշում ես։ Այո, տես ինչ գեղեցիկ շարք բոլոր Սյուզաններին են ջերմ ողջունները իհարկե հղում, ինչպես նաև բոլոր Մարգարիտաներին, Ռոզիներին եւ Ալֆրեդներին։ Բոլորին ջերմ ողջուններ, բայց հիմա Գրիշը ընտրեց Սյուզին։ Շատ գեղեցիկ անուն։ Եվ Ափոյին էլ բարի։ Ափոյին էլ բարի։ Խնդրեմ, լսենք Սյուզի։ Երկու այսօր այսպես ոչ ոքի ավարտվեց մեր խաղը, գեղեցիկ խաղ էր, բայց համդեպս բրավո Գրիշ ջան, վերջում ճիշտ ասա։ Ինչ արինք։ Գրիշ ջան, եւ մինչ մեր հաղորդման ավարտը խնդրում եմ մի քիչ հիմա պատմես, իհարկե կա ինչ որ նոր թե երկեր իհարկե բազմաթիվ իհարկե ստեղծագործումը շարունակում ես, բայց ինչ որ համերգային ինչ մտքեր մեծ համերգային մտքերը կան։ Օ, շատ լավ։ Այստեղ անպայման կլինի, բայց մինչև համերգը մենք մայիսին եմ գալու։ Ու շատ լավ։ Այսինքն ապրիլի վերջին։ Ստե կրուիզ լայների վրա։ Գովաշչան եմ էլի, դու իրանք ան։ Այո, շատ լավ։ Ամենայն դեպս մենք կպաստենք այստեղ եմ լինելու։ Այո, շատ լավ։ Դե մենք ուրեմն կհանդիպենք։ Գիտարով կգամ։ Օ, այո, գիտարով կգաս, այդ դեպքում կանենք գիտարով։ Իսկ մեծ համերգը փաստաթղթերը սարքելուց հետո պլանավորում ենք տարվա վերջ արդեն մենահամերգ այստեղ, բրավո։ Տարիքի հետ կապված շատ լավ, 50։ Ահա։ Շատ լավ, բայց ես ասեմ, ես 20 տարեկան եմ, այսինքն ես ու Գրիշը ոնց որ 20 տարեկան ենք։ Ես 20, Գրիշը 25։ Տենց էլ կա։ Չէ, ես 25 մազես պիտակ։ Չէ, մի դասրանցի։ Եկուսել երրորդ դասը։ Դուս ենք մնացել բայց։ Գրիշ ջան, դե անամբեր սպասելու ենք իհարկե ապրիլին եւ բնականաբար իհարկե առանձին խոսելու ենք մենահամերգի մասին, տա Աստված իհարկե ամենը կիրականանա եւ միասին իհարկե բոլորս կդիտենք։ Եվ մեր հաղորդման ավարտին իհարկե այսօր վայելեցինք մի հրաշալի երգ եւ հիմա վերջում եւս մի գեղեցիկ երգով ավարտենք։ Ինչ երգ ենք լսելու։ Այս երգը 4 ամսական չի։ Ահա։ Այս երգը մի շաբաթական է։ Վայ, այսինքն բացառիկ երկու պրեմիերա մեր եթերում, բացառիկ, այսպես բան չի լինում երբևէ ոչ մի տեղ։ Ահա որ նոր երգ է։ Իսկ ես չեմ լսած։ Օ, ինչ հետաքրքիր։ Երգենք։ Երգի անունը Մենակ ես ու դու։ Մենակ ես ու դու, շատ լավ։ Դու խնդրում եմ հաշվառնելով որ երգը մեկ շաբաթական է, մի հատ փորձի, մի վարքյան։ Ես մինչև դու փորձես, բայց մի քիչ կամած փորձի, որովհետեւ ես կարողանամ սիրելի հեռուստադիտողներ Մինչ Գրիգորիասյանը իհարկե մեզ միասին բոլորս լսելու ենք այս հրաշալի երգը։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին։ Armenian Evening նախագծի ովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որ օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, եթե նման խնդիր կա սովորություն վնասակար մի հապաղեք դիմեք 911 Detox Center հեռախոսահամարներ 409 9000 Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որտեղ կա ամեն պայմանները լավ լիարժեք հանգիստ անցկացնելու համար հարմարավետ համարներ, լողավազաններ տաք հանքային ջրով եւ բարձրակարգ սպասարկում։ Հեռախոսահամարն է 760 329 6033 Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ Գրիգ ջան կարող ենք արդեն։ Եվ այսպես շատ լավ։
Սիրելի հեռուստադիտողներ, հենց այս պահին Armenian Evening-ի հաղորդման եթերում եւս մեկ պրեմիերա, միայն ես եւ արդեն ես եմ գրել։ Սա քո հեղինական երգն է։ Հեղինական երգը Գրիգորի Եսյանի, որը ընդամենը մեկ շաբաթ է եւ այս պահին պրեմիերա կլինի մեր եթերում։ Միայն ես եւ դու վայելում ենք, մենք եւ դուք։ Գնացի։ Շատ հասարակ բարերով, մենակ ես ու թիատրում եմ։ Հենց իսկ առաջին հայացքից մենք իրար գտանք, այնքան հարազատ թվաց ինձ ու ոչ մի վտանգ, գնում գալիս քեզ եմ նայում, ուզում եմ ասել, ինչ լավ է որ կյանքիս ընկեր, քեզ եմ հենց տեսել, արի սիրենք իրար, մենակ ես ու դու, մեկս մեկով միշտ հիանանք, մենակ ես ու դու, գարուն զմեր աշուն ամար, մենակ ես ու դու, այս կյանքն ապրենք իրար համար, մենակ ես ու դու Ռիպտիդագիդա Ռատարիտարիտարիտա Ռամտադիրիդա Ոնց եք դժալու Երկու խենթ իրար միանանք ու դառնանք մի զույգ, այսուհետ իրար համար մենք դառնանք աչքի լույս, այս աշխարհում չկա մեկը, որ ինձ համոզի, գիտեմ դու էլ ինձից բացի էլ բան չես ուզի, արի սիրենք իրար, մենակ ես ու դու, մեկս մեկով միշտ հիանանք, մենակ ես ու դու, գարուն զմեր աշուն ամար, մենակ ես ու դու, այս կյանքն ապրենք իրար համար, մենակ ես ու դու Մենակ ես ու դու Մենակ ես ու դու Մենակ ես ու դու Արի սիրենք իրար, մենակ ես ու դու, մեկս մեկով միշտ հիանանք, մենակ ես ու դու, գարուն զմեր աշուն ամար, մենակ ես ու դու, այս կյանքն ապրենք իրար համար, մենակ ես ու դու Ռիպտիդագիդա Մենակ ես և դուք հայր ջան Եվ իհարկե լավ եք երալմերը Նախագծի հովանավոր 911 Detox Center
Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa։ Lido Palms Resort and Spa առողջարան։ Հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։